Ազգային ժողովի ՀԿ-ական նախկին պատգամավոր գործարար Արկադի Համբարձումյանի Նոյ թաղամասի այս առանձնատունը դատախազությունը պահանջում է բռնագանձել Հօգուտ պետության։ Բացի այս առանձնատնից դատախազությունը գործարարից պահանջում է 7 անշարժ գույք Երևանում 5 տրանսպորտային միջոց։ 8 իրավաբանական անձանցում մասնակցություն, որոնց շարքում են ընդգրկված Slav Group ընկերության մասնակցությունը, Ձերժավա ընկերությունում մասնակցությունը, ինչպես նաև Bentley Երևան ընկերությունում մասնակցությունը։ Դատախազության պահանջում ներառված է նաև Մատենադարանի հարևանությամբ գտնվող ԵՊՀ նախկին հյուրատունը։ 5 հարկանի այս շենքը տարիներ առաջ վաճառվել էր Համբարձումյաններին պատկանող SR Hotel ընկերությանը։ Դատախազությունը գործարարից պահանջում է նաև Հօգուտ պետության բռնագանձել շուրջ 5.5 միլիարդ դրամ, որում ներառված է նաև նախկին պատգամավոր Արայիկ Գրիգորյանին պատկանող Ավշարի գինու գործարանին տրված շուրջ 140 միլիոն դրամի փոխառության պահանջի իրավունքը, ինչպես նաև Ձերժավա ընկերությանը տրամադրված շուրջ 359 միլիոն դրամի տրված փոխառության պահանջի իրավունքը, Slav Group ընկերությանը տրված շուրջ 44 միլիոն դրամի պահանջի իրավունքը։ Դատախազությունը Համբարձումյանին պատկանող գույքի առնչությամբ ուսումնասիրությունը սկսել է 2022 թվականից, հետ գնացել մինչև 1995-ը։ Առաջին ենթադրյալ ապօրինի գույքը Դերժավա ընկերությունը հենց այդ թվականին է ստեղծվել։ Ըստ դատախազ Աննա Հարությունյանի ուսումնասիրվող ժամանակահատվածում գործարարի օրինական եկամուտը 2 միլիարդ 906 միլիոն դրամ է եղել։ Ծախսերն ու գույքային ձեռքբերումները 9 միլիարդ 378 միլիոն դրամ։ Համբարձումյանին եւ նրան փոխկապակցված անձանց պատկանող գույքի վրա կալանք է դրված, դրանց թվում եւ առանձնատունն է եւ Դերժավա ընկերությունը։ Համբարձումյանի փաստաբան Էդգար Անդրեասյանը լուրերի զրույցում նշեց, հայցադիմումը ստանալուց հետո նոր դիրքորոշում կներկայացնեն։ Հայցը դատանում է եւ վարույթ է ընդունվել։ Բացի այս քաղաքացիական գործից գործարար Համբարձումյանն անցնում է նաեւ քրեական գործով մեղադրվում հարկման համար հիմք հանդիսացած փաստաթղթերում կեղծ տեղեկություններ ներկայացնելու, դրանք օգտագործելու, ինչպես նաեւ հայտարարագրման ենթակա խոշոր չափի գույքը չհայտարարագրելու համար։ Դատախազության թիրախում է նաև ՀԿ-ական նախկին պատգամավոր Արայիկ Գրիգորյանի ունեցվածքը։ Արայիկ Թեմուրի Գրիգորյանից եւ իրեն փոխկապակցված անձանցից պահանջվում է Հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել Երևան քաղաքում 5 անշարժ գույք, որոնցից երկուսը հին Երևանցու փողոցում, մեկը Չարենցի փողոցում, երկուսը Լենինգրադյան փողոցում։ 6 գույք Ավշար գյուղում, 2 գույք Ծաղկաձորում, 1 գույք Սուրենավանում եւ 1 գույք Արարատում։ Պահանջվում է նաև Հօգուտ պետության բռնագանձել Ավշարի գինու գործարանը, Դիլիջանում կառուցապատման իրավունքն ու 1 տրանսպորտային միջոց։ Իրավաբանական անձի մասնակցությունը բռնագանձվելու արդյունքում բռնագանձվելու է նաև իրավաբանական անձի բալանսում առկա գույքը, թե անշարժ, թե շարժական։ Իրավասու մարմինը ՀԿ-ական նախկին պատգամավորից պահանջում է նաև 6 միլիարդ 76 միլիոն դրամ։ Ավշարի գինու գործարանի ու Գրիգորյանի այլ գույքերի վրա կալանք է դրված։ Հայցի դեմ, սակայն, պատասխանողներն առարկում են։ Դատախազությունը Արայիկ Գրիգորյանի մի շարք եկամուտներ հաշվի չի առել։ Արայիկ Գրիգորյանը հանդիսացել է Թարխուն կոոպերատիվի հիմնադիր, սակայն կոոպերատիվից ստացված եկամուտները հաշվի չեն առնվել ընդհանրապես։ Ավելին, նաև Արայիկ Գրիգորյանը ունեցել է գյուղատնտեսության գործունեությունից ստացված եկամուտներ, որոնք նույնպես հաշվի չեն առնվել։ Բացի այդ, Արայիկ Գրիգորյանը գինու արտադրամասով զբաղվող ձեռնարկատեր է, իսկ ամբողջ գումարը գոյացել է հենց ձեռնարկատիրական գործունեությունից, ուստի ապօրինի եկամուտների մասով որևէ խոսք չի կարող լինել։ Փաստաբանն ասաց, մի շարք ապացույցներ ներկայացրել են, որոշներն էլ կներկայացնեն դատաքննության փուլում։ Նշված ապացույցները հաշվի են առնվելու դատանի կողմից եւ արդյունքում ներկայացված հայցը փլուզվելու է։ Դատախազի խոսքով էլ պատասխանողների դիրքորոշումը չի դրվել վերահաշվարկի հիմքում, քանի որ կամ արժանահավատ չի եղել, կամ էլ բավարար ապացույցներ չեն ներկայացվել։ Երկրորդ դիրքորոշումը ներկայացվել է ավելի ուշ, այն ուսումնասիրման փուլում է։ Մյուս հայցադիմումն էլ առնչվում է ատոմակայանի կոմերցիոն նախկին տնօրեն Ռուբիկ Մովսեսյանին առնչվող գույքերին։ Ռուբիկ Մովսեսյանից եւ նրա հետ փոխկապակցված անձանցից Հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձելու պահանջ է ներկայացվել թվով 17 անշարժ գույքեր, որոնցից 13-ը գտնվում են քաղաք Երևանում, կենտրոն վարչական շրջանում մասնավորապես։ Միայն Հյուսիսային պողոտայում Մովսեսյանը 8 անշարժ գույք ունի։ Իրավասու մարմինը ատոմակայանի նախկին կոմերցիոն տնօրենից պահանջում է նաև 1 տրանսպորտային միջոց, 5 իրավաբանական անձում մասնակցություն, ինչպես նաև շուրջ 325 միլիոն դրամի փոխառության պահանջի իրավունքը։ Պահանջվում են նաև 1.5 միլիարդ դրամ։ Ընդհանուր առմամբ վարչության ձևավորումից ի վեր դատարան է ներկայացվել 147 հայցադիմում, որոնցով պահանջվում է Հօգուտ պետության բռնագանձել 1496 անշարժ գույք, 288 ավտոմեքենա, 391 իրավաբանական անձում մասնակցություն։ Հայցագինը գերազանցում է 608 միլիարդ 505 միլիոն դրամը։
Տաթև Խաչատրյան, Ռաֆիկ Սողոմոնյան, Լուրեր։